Հայաստանում ստեղծվել է դեռևս 90-ականներին այն հողը, որի վրա սրտաբանները կարողացել են կայանալ։ Բերլինի զինվորական հիվանդանոցում 80%-ը, 80-ից 90%-ը դա քաղաքացիների համար է նախատեսված։ Վետերանների հետ աշխատում են թե։ Ցանկացած տեսակի միջամտություն իհարկե միջև կյանքի վերջ անվճար տրվում է իրենց այդ հնարավորությունը։ Մենք սովորաբար 60+ տարիքի պացիենտներին փորձում ենք խուսափել, համարելով, որ կարող է կալցիֆիկացիան արտահայտված լինել։ Կարող է կալցիում շատ լինի, բայց նեղացում չունենա ու դա չես տեսնելու CT-ի վրա։ Ինչ-որ շատ crazy տարբեր բաներ էին անում, տեսա որ փական մեջ փական են դնում։ Փող պատվաստումը մնում է միևնույն ժամանակ շատ հազվադեպ երևույթ նաև Գերմանիայում։ Վերջին տարիներին նաև շատ խոսում են պերսոնալիզացված բժշկության մասին։ Մի քանի տարի առաջ միշտ ասում էին, դե ես Google մտա, նայեցի, էս ասեց, հիմա արդեն դարել է դա ChatGPT-ին։ Սիրելի բարեկամներ, մեր հաղորդման գլխավոր գործընկերն է Կարդիոլաբ բժշկական կենտրոնը։ Կարդիոլաբը մասնագիտացված սիրտանոթային խնամքի կլինիկա է, որտեղ դուք կարող եք շատ բարձր որակով եւ արագ անցնել ձեզ անհրաժեշտ բոլոր ամբուլատոր սիրտանոթային քննությունները։ Կարդիոլաբում մեր արժեքներն են որակը, պրոֆեսիոնալիզմը եւ պացիենտակենտրոն մոտեցումը։ Բոլոր մանրամասներին կարող եք ծանոթանալ նկարագրության բաժնում։ Շնորհակալություն, որ մեզ հետ եք։ Բարի երեկո բարեկամներ, կրկին մոտեցավ երեքշաբթի երեկոն եւ ձեզ հետ եմ ես, Սրտաբան Տաթևիկ Հովակիմյանը, մեր սիրելի Կարդիոլաբ podcast-ում։ Ցանկանում եմ հիշեցնել ձեզ, որ մենք այստեղ հավաքվել ենք, որպեսզի լինենք ավելի գրագետ, ավելի գիտակից եւ սեփական առողջության վերաբերյալ որոշումները բժիշկների եւ բժշկական համայնքի հետ կիսող քաղաքացիներ։ Շնորհակալություն, որ մեզ հետ եք։ Եթե հավանում եք այն, ինչ անում ենք, խնդրում եմ բաժանորդագրվել մեր ալիքին։ Այսօր իմ հյուրը իմ վաղեմի ընկերն է, համակուրսեցին եւ բժիշկ, ով հետագայում, ինչպես զարմանալիորեն պարզվեց ինձ համար, նաեւ դարձել է սրտաբան։ Մենք հանդիպել ենք բժշկական համալսարանում ուսումնառության տարիներին եւ դրանից հետո կապը կորել է եւ այնուհետև մեծ հաճելիությամբ հայտնաբերեցի, որ Դավիթ Սաղաբալյանը, ով այսօր մեր հյուրն է, աշխատում է Գերմանիայում Բերլինի ավետարանչական հիվանդանոցում, որն առընթեր է Շարիտե համալսարանին, որպես ավագ կոնսուլտանտ միջամտական սրտաբան։ Ողջույն Դավիթ ջան, շնորհակալություն, որ հյուրի եկար, շնորհակալություն, որ մեր երկրում ես։ Մեծ սիրով, ուրախ եմ։ Կուզեի մի փոքր պատմես այն անցած ճանապարհի մասին, որը բժշկական համալսարանը ավարտելուց հետո եղել է։ Ես գիտեմ, որ դա հեշտ չի, այդտեղ տարբեր տեսակի մարտահրավերներ եւ իհարկե նաեւ ձեռքբերումներ ես ունեցել։ Մեզ դիտում են շատ մեր ուսանողներ նաեւ բժշկական համալսարանից, այնպես որ հետաքրքիր կլինի լսել քեզնից քո անցած ճանապարհի վերաբերյալ։ Շատ բարի կարճ կփորձեմ իհարկե, որովհետեւ շատ հետաքրքիր չի երևի բոլորի համար այդ պատմությունը, բայց լինելով զինվորական սրտաբան սկզբում իհարկե այդքան մեծ չէր հնարավորությունը Հայաստանում մասնագիտական առումով ինչ-որ մեծ հաջողությունների հասնել, բայց ինչպես ամեն ինչում կյանքում բախտը եւ ինչ-որ պատահական կապերը օգնեցին այդ իմ երազանքը իրականություն դառնալ, որ հայտնվեցի Գերմանիայում, ծրագիր կար պաշտպանության նախարարության եւ ՆԱՏՕ-ի կամ Գերմանիայի պաշտպանության նախարարության միջեւ, երբ տարին 1 զինվորական բժիշկ գնում էր Գերմանիա վերապատրաստվելու, այդ տարի ես էի 2008 թվականին, այնտեղ սովորելով հետո գերմաներեն 1 տարի եւ հետո 1 տարի նաեւ լինելով զինվորական հիվանդանոցում Բերլինում։ Հետո վերադարձել եմ իհարկե հետ, դուրս եմ եկել պաշտպանական համակարգից, պաշտպանության նախարարությունից եւ նորից վերադարձել եմ Գերմանիա, սկսելով այնտեղ վերապատրաստումը արդինատուրան սրտաբանության մեջ 2010-11 թվականներին։ Եվ այնտեղ 6 տարի է տևում այդ process-ը սրտաբան դառնալու իրականությամբ եւ այլն։ 6 տարի շարունակական սրտաբանություն եք ուսումնասիրում։ 6 տարի, իհարկե ներքին հիվանդությունները մտնում է ընդհանուր, այդպես ասած, այդ ծրագրի մեջ, ներքին հիվանդություններ եւ սրտաբանություն, բայց դրանից առնվազն 3 տարին ինվազիվ սրտաբանության մեջ է անցնում, որից հետո
դառնալով մասնագետ, ինվազիվ սրտաբանության մասնագետ, իհարկե շարունակվում է այդ ճանապարհը, երբեք չի ընդհատվում, պետք է միշտ վերապատրաստվել, միշտ ավելի լավանալ մասնագիտության կամ ինչ-որ հատուկ ուղղությունների մեջ։ Իմ դեպքում դա pacemaker-ների բնագավառներ սկզբում, որին հետո ավելացավ իհարկե նաև PCI, չգիտեմ հայերեն ոնց են անվանում, Ներանոթային միջամտությունների կամ բնագավառը, ասում։ այո, ստենտավորումը, որը այդ երկու բնագավառներն են, որտեղ ես նեղ, այսպես ասած, մասնագիտացել եմ եւ այդ ամենը հուսով եմ լավ մակարդակով, բարձր մակարդակով իրականացնում եմ Գերմանիայում եւ հիմա հետաքրքիր է իհարկե նաեւ տեսնել Հայաստանում ինչպես է զարգանում այդ բնագավառը ու այս վերջի 2-3 տարիներում եւ հանդիպեցինք նաև նկատեցի որ իհարկե շատ լուրջ առաջխաղացում կա Հայաստանում, շատ լուրջ մասնագետներ կան եւ սրտաբանությունը համեմատած ինձ թվում է համեմատած մնացած բժշկական բնագավառներին շատ ավելի լուրջ հաջողությունների է հասել Հայաստանում ինձ թվում է եթե այդպես չի կարաս իհարկե հերքես չեմ կարող չհամաձայնել ինձ թվում է դրա պատճառը նրա մեջ է որ մենք դպրոց ունենք ի տարբերություն շատ այլ մասնագիտությունների, որտեղ ինստիտուցիոնալիզացված չի, այդ մասնագետ դառնալը Հայաստանում ստեղծվել է դեռևս 90-ականներին այն հողը, որի վրա սրտաբանները կարողացել են կայանալ եւ ձգտել հասնել միջազգային մակարդակի մասշտաբների եւ բա դրան նաեւ մեծապես իմ կարծիքով նպաստում այն, որ մենք շատ սերտ կապեր ունենք Եվրոպայի սրտաբանների ասոցիացիայի հետ տարբեր ուղղություններով կլինի դա ռիթմի խանգարումները, կլինի միջամտական հենց սրտաբանությունը, որով դու զբաղվում ես, կլինի imaging-ը, այսինքն պատկերման միջոցները, սրտային անբավարարությունը հիմա նոր աճող ուղղություն, բայց իհարկե այդ յուրաքանչյուր ուղղության մեջ նաև կարիք ունենք, այսպես ասած, չեմպիոնների, մարդիկ, որոնք իրանց վրա կվերցնեն պատասխանատվությունը եւ մեր երկրում առաքելության ձևով, որովհետեւ շատ հաճախ դա այնքան չի գնահատվում կամ վարձատրվում, ոնց որ դրսում կանեն այդ ինովացիաները, այդ նորամուծությունը, այդ էնտուզիազմը կբերեն Հայաստան։ Այս առումով իմ կարծիքով նաև շատ կարևոր է միջազգային կապերի ստեղծումը, որովհետև մենակ բնական է մենք չենք կարող այնքան զարգանալ, ինչքան կզարգանանք, եթե ունենք գործընկերներ եւ սփյուռք կոչվածը չնայած այդ տերմինը ես շատ չեմ սիրում, բայց Հայաստանում չապրող մեր հայրենակիցները կարծում եմ որոշ դեր ունեն այստեղ իրականացնելու, ամրապնդելու եւ զարգացնելու իմաստով։ Մի հարց, որ ինձ հետաքրքրեց քո պատմածներից, զինվորական հիվանդանոցը Եվրոպայում, Գերմանիայում, ինչով է տարբերվում ստանդարտ հիվանդանոցներից։ Հիմա Երևանում չգիտեմ, օրինակ Մուրացյանի հիվանդանոցում նաև քաղաքացիները կարող են, կարծեմ կարող են, չէ՞, բուժվել, այնտեղ ընդհանրապես դա նորմալ է, այսինքն Բերլինի զինվորական հիվանդանոցում 80%-ը, 80-ից 90%-ը դա քաղաքացիների համար է նախատեսված, սովորական քաղաքացիները գալիս են եւ բուժվում են լրիվ նույն համակարգով, նույն ստանդարտով, ինչ մնացած ուրիշ հիվանդանոցներում։ Նաեւ emergency room-ը եւ այլն ամեն ինչ նույնն է, բայց նաեւ իհարկե զինվորներին են բուժում, որոնք որ մոտ 10%-ն են կազմում բոլոր հիվանդների։ Ընդհանուր առմամբ մեծ չի տարբերությունը, միգուցե ֆինանսական առումով, այսինքն իրանք կախվածություն չունեն ընդհանրապես թե ֆինանսապես դրական թե բացասական վերջնական արդյունք ունեն տարվա վերջում, դա ոչ ոք իրանցից չի հասնում, դա է տարբերությունը, զինվորական հիվանդանոցները ունեն բյուջե, որը որ ոչ ոք հետո իրանց հետևից չի ընկնում, այսպես ասած, թե ինչ եղավ այդ բյուջեի հետ կամ ինչ ծախսեցին, ու դա հեշտացնում է օրինակ լավագույն սարքեր ձեռք բերելու հնարավորությունները, որ կարող են իրանց թույլ տալ առանց այսպես ասած ֆինանսական դժվարությունների մեջ ընկնելը, որը իհարկե ժողովրդի համար այդքան է հաճելի չի լսել այդ փաստը, բայց այդ առումով մի քիչ ավելի հեշտ է, իրանք ավելի շատ բժիշկներ ունեն համեմատած մնացած հիվանդանոցների հետ ու հիվանդների քանակի հետ համեմատած մեկ բժիշկը կարող է բուժել, ասենք, 2 հիվանդ միջին հարաբերակցությամբ, որ շատ լուրջ թիվ է, ոչ մի հիվանդանոց չի կարելի թույլ տալ այդքան շատ բժիշկ ունենա, իրանց մոտ դա հնարավոր է։ Բայց իհարկե բացասական կողմեր էլ կան, որոնց մասին հիմա չեմ ուզում շատ մանրամասն պատմեմ, բայց ընդհանուր առմամբ իհարկե լավ
բարձր որակի են զինվորական բժիշկները այնտեղ։ Վետերանների հետ աշխատում են թե ոչ եւ բարդ չի մի քիչ ավելի իրենց հետ։ Վետերան ասելով, Այսինքն մարդիկ, ովքեր նախկին պատերազմի մասնակիցներ են ու հաշվանդամներ։ բոլոր, այո, ընդեղի համակարգը այնպես է, որ բոլոր զինվորականները եւ նախկին զինվորականները իրավունք ունեն ստուգվել տարին մեկ անգամ առնվազն ստուգվել, ասենք, զինվորական հիվանդանոցում եւ նաեւ ցանկացած տեսակի միջամտություն իհարկե միջև կյանքի վերջ անվճար տրվում է իրենց այդ հնարավորությունը եւ գալիս են, հա, իհարկե դրանց մեջ լինում է նաեւ մի շարք, ասենք 70 տարեկան նախկին զինվորականներ, որոնք սրտային խնդիրներով գալիս են, դիմում են կոնսուլտացիայի առաջին հերթին, հետո ինչ-որ միջամտությունների հետ ամեն ինչ այնտեղ արվում էր, բայց շատ զարգանալու, շատ ավելի խորը նեղ մասնագիտանալու հնարավորություններ էլ այդքան չկար, ինչը նաև պատճառներից մեկն է, ինչի ես հետո դուրս եկա այնտեղից։ Այդ առումով իհարկե շատ ավելի լուրջ հիվանդանոցներ կան Գերմանիայում։ Շատ լավ։ Իսկ ինչը պատճառ հանդիսացավ հենց սրտաբանությունը ընտրելու։ Չեմ կարող ասեմ, այնքան ենք մենք մեծացել, որ չեմ հիշում 20 տարի առաջ ինչն էր հենց կոնկրետ պատճառը։ Սուրպրիզի նման է։ Ինձ թվում է, օրինակ EKG-ի նկատմամբ այդ հետաքրքրությունը ու զարմանքը առաջին տարիներին, հա, որ ինչ յուրահատուկ մի բան է, որ էլեկտրական իմպուլսների կամ սիգնալների վերարտադրումը թղթի վրա կարող է ինչ-որ ինֆորմացիա տալ։ Ինչքան հիշում եմ, դա մի մեծ ֆակտոր էր, որ ինձ շատ հետաքրքրում էր, ինչքան բան կարելի է EKG-ից կարդալ, որը որ ինտելեկտուալ առումով շատ մեծ մարտահրավեր էր, էլի, դրա մեջ մտնելը, որ ինձ շատ հետաքրքրեց ու երևի հիմնական պատճառներից մեկն է, ինչի դրանով սկսեցի զբաղվել։ Առօրս իմ ամենասիրելի խաղալիքներից մեկն է EKG-ն, շատ եմ սիրում, անհամեմատ ավելի շատ, քան սրտի պատկերման մնացած բոլոր գործողությունները, եւ ես հիշում եմ, երբ ես էլ ընդհանուր սրտաբանության կլինարդինատուրան ավարտելուց հետո մտածում էի, որ ուղղությամբ մասնագիտանամ, այ հենց այդ EKG հասկացողությունը, որ գնացի մեր ավագ բժիշկներից մեկի մոտ, ասացի, ես ուզում եմ EKG սովորեմ, ասես նայեց դեմքիս, ասեց, ինչ մտածեց, ասացի, հասկացա, երևի արիթմալոգիա ես ուզում եւ ուղարկեց այդտեղ այդ ժամանակ մի խոսքով գնացի մի քանի ամիս նայեցի բան ու հասկացա, որ ռիթմի խանգարումների ոլորտը իմն է, որովհետեւ շատ նուրբ է, շատ ինտելեկտուալ է եւ շատ ինֆորմացիա կարող է տալ սրտի մասին։ Մյուս կողմից իհարկե ինչքան շատ հասկանում ես ու սովորում ես EKG, նաև տեսնում ես սահմանափակումները EKG-ի, այսինքն մեր գլխավոր բժիշկի Իվանը, որի մասին քեզ պատմեցի, մի լավ արտահայտություն ունի, որ ասում է EKG-ն իր սահմանները ունի։ Այսինքն ամեն ինչ չես կարող EKG-ով ասել ու ինչ որ պահ է գալիս, որ նայելով EKG-ին ասում ես կարա էս լինի, չես կարող ասես։ Եվ այդ մի քիչ դժվար է նաև հիվանդներին բացատրելը, երբ իրանք սպասում են, որ EKG-ն միանշանակ պատասխան է տալիս, որը իհարկե միշտ չի որ այդպես է։ Այդ հավանականությունների լեզվով խոսելը պացիենտների հետ դա էլ արվեստի մի մաս։ Մեծ challenge է։ Պետք է կարողանալ իրանց ճիշտ ներկայացնել ամեն ինչը։ Իսկ ինչով են զբաղվում ինվազիվ սրտաբաններ, միջամտական սրտաբանները Գերմանիայում, որն է ձեր հիմնական գործառույթը։ Իհարկե Գերմանիայում շատ լայն այդ սպեկտրումը, այսինքն հիվանդանոց կար քիչ ինչ որ ավելի միջամտական սրտաբանության մեջ է, հիվանդանոց կա շատ ավելի խորացված է, շատ ավելի շատն է, բայց ընդհանուր առմամբ մի բան, որ բոլորը անում են, դա սրտամկանի ինֆարկտի բուժումն է PCI մեթոդով, այսինքն անոթների ստենտավորման մեթոդով, որը որ օրինակ Բերլինում, եթե խոսանք Բերլինի մասին, 24 հիվանդանոց կա, որ ունեն այդ հնարավորությունը, 24 թե 25, որը որ շատ նաև քննադատման առարկա է դառնում, քանի որ շատ է Բերլինի համար, 3.5 միլիոն բնակչության համար, բայց դա մի պրոցեդուրա է, որը որ իհարկե նախ ֆինանսապես հետաքրքիր է հիվանդանոցների համար, երկրորդը հեշտ է բավականին, մեխանիկական ինչ որ մի երևույթ է, որի համար շատ know-how պետք չի ունենալ, եւ բոլորը ուզում են իհարկե, որտեղ շատ հետաքրքիր է, շատ միանգամից պատասխան արդյունքը տեսնում ես, հատկապես եթե ինֆարկտի մասին է խոսքը։ Drive կա։
Այո, drive կա ինչ որտեղ, հա, որ հետաքրքիր է, էլի անոթը նեղացված է կամ լրիվ խցանված է ու 2 րոպե հետո լրիվ բաց է, արյունը հոսում է, բոլորը ուրախ են։ Բայց նաև դրա մեջ իհարկե շատ ավելի խորացված պրոցեդուրաներ կան, ինչպես օրինակ complete total occlusion-ի, այսինքն chronic total occlusion-ը, chronic փակված անոթների բացումը, որ այսպես ասած հաջորդ աստիճանն է PCI-ի կամ այսպես կոչված protected PCI, երբ մենք իմպելայի միջոցով մեխանիկական support ենք այսպես ասած սրտի համար ստեղծում եւ նոր դրանից հետո այդ ստենտավորումն ենք անում, որը նաև մեր հիվանդանոցում կիրառվում, դա արդեն պրոցեդուրաներ են, որոնք ոչ բոլոր ինվազիվ սրտաբանական կլինիկաներում են արվում ու դրանով տարբերվում են նաև կլինիկաները իրար մեջ մի քիչ, ով է անում իմպելա, ով է անում ECMO եւ այլն, դրանով մի քիչ տարբերություններ լինում են այո, բայց ընդհանուր պատվաստում արվում է Բեռլինում սրտի փոխպատվաստում։ Այո, մեկ հիվանդանոցում Բեռլինում կարդիոխիրուրգիայի մեկ կենտրոն կա, որը որ Շարիտեին կցված գերմանական սրտային Deutsches Herzzentrum կոչվում է, այսինքն սրտային կենտրոն։ Բեռլին հարցն է դա նույն թե ուրիշ։ Չէ, ինքը Շարիտեին կցված է, նաև կոչվում է Շարիտեի Բեռլինյան սրտային կենտրոն, եթե թարգման ենք բառացի, եւ այդ մի կենտրոնն է, որտեղ սրտային վիրաբույժներ կատարվում, բայց ունեն 20 մասնագետ մոտ 20 սրտային վիրաբույժ, որոնք որ այդ մի կենտրոնում ամբողջ Բեռլինի եւ շրջակա փոքր քաղաքների սրտային վիրաբույժական միջամտություններն են անում, էլի։ Եվ նաեւ փոխպատվաստում, իսկ Գերմանիայում ամենաշատ անգամ իրանք են անում, եթե չեմ սխալվում։ Բայց փոխպատվաստումը մնում է միևնույն ժամանակ շատ հազվադեպ երևույթ նաեւ Գերմանիայում քիչ թվերով, ասենք տարին 20 հատ կամ 25, որտեղ իհարկե շատ դժվար է այդ գտնելը համապատասխան հիվանդին, համապատասխան սիրտը, համապատասխան վարկյանը, մնում է մի հազվադեպ արվող միջամտություն իհարկե։ Հա, դոնորների հարցը ամբողջ աշխարհում է ակտուալ, բայց որոշ օրենսդրական մոտեցումներ կան, որոնք օգնում են այդ հարցը լուծել, օրինակ Իսպանիան, որ աշխարհում առաջատարն է, Իսպանիայի առաջատարության մի կարևոր մասը պայմանավորված է նրանով, որ այնտեղ եթե մարդը ինքնուրույն չի հրաժարվում դոնոր լինելուց իր կենդանության օրոք, ապա ինքը ավտոմատ համարվում է դոնոր։ Եվ ուրախությամբ պետք է նշել, որ մեր մոտ էլ Հայաստանում էլ օրենսդրությունը այդպես է ստեղծված, իսկ մենք եթե չենք ուզում դոնոր լինել, մենք պիտի գնանք ինչ որ միտեղ հատուկ ստորագրենք, որ հրաժարվում ենք այդ դոնոր լինելուց։ Եվ այսպես էլեմենտներ կան օրենսդրական, որոնք կարող են օգնել։ Ինչի եմ հարցնում, որովհետև մենք ցավոք տարեկան մի քանի անգամ ունենում ենք այդ տերմինալ սրտային անբավարարությամբ, ծանր սրտային անբավարարությամբ պացիենտները, որոնք կարիք են ունենում փոխպատվաստման եւ ամենամոտակա ճանապարհը, որ այսօր գործում է Հայաստանից այդ պացիենտների գնալու, Բելարուսն է, որտեղ իրականացվում է եւ հարաբերաբար ավելի արագ ու մատչելի է իրականացվում, բայց իհարկե որակի վերաբերալ ես կարծիք չունեմ, չեմ կարող ասել էլի ինչպես է արվում։ Իսկ ոչ անոթային միջամտություններից ինչ է արվում ձեր կլինիկայում եւ արդյոք այս նոր միջամտությունները, ինչպես օրինակ ներանոթային փականների պրոթեզավորումը կամ փականների կլիպավորումը կամ նոր տեսակի սարքերի իմպլանտացիաները։ Մեր կլինիկայում անում ենք կլիպավորումը փականների, մի բան որ չի արվում, դա տավին է, այսինքն աորտային փականի ոչ վիրահատական բուժումը նոր բիոփականով, որը ոտքի զարկերակով է մտցվում, դա չի արվում մեր կլինիկայում, որտեղ Գերմանիայում հատուկ օրենսդրական մի որոշում կա, որ միայն հիվանդանոցներում դա կարելի անել, որտեղ կան սրտային վիրաբույժներ։ Ու դա ինչ որ պատմական իհարկե պատճառներ կան, որ երբ ինչ որ խնդիրներ լինում միջամտության ժամանակ, սրտային վիրաբույժները կարող են բացեին, բաց վերջացնեն այսպես ասած միջամտությունը, որը որ վերջին տարիներին իհարկե ինչ որ անեկդոտային երևույթ է դարձել, այսինքն դա երբեք պետք չի գալի, հա շատ բարդության հավանականությունը փոքրացել է տարիների ընթացքում, շատ լավ կատարվող պրոցեդուրա է, որ
նաև շատ հեշտ կարելի է սովորել, ես էլ եմ անում ուրիշ հիվանդանոցում իհարկե, բայց օրենքի առումով մնում է նույնը, որ ոչ բոլոր կամ շատ քիչ հիվանդանոցներ իրավունք ունեն այդ պրոցեդուրան անել, բայց մնացածները կլիպավորումը իհարկե շատ ավելի հեշտ արվող պրոցեդուրա է, որը որ կամ հեշտ տեխնիկապես չէ, բայց պետության կողմից ինչ որ սահմանափակումները ավելի քիչ են, էլի, դրա համար բոլոր հիվանդանոցները փորձում են դրանով զբաղվել, շատ ֆինանսապես լուկրատիվ հետաքրքիր բան է հիվանդանոցների համար։ Ինչ վերաբերում է ոչ ինվազիվ պրոցեդուրաներին, մի բան, որ այս վերջին տարիներին իրոք ինձ նաև գոհացնում է, այնա որ բոլոր հիվանդանոցները փորձում են այդ գայդլայնները կիրառել մեր սրտաբանության, այն է օրինակ միանգամից կորոնարոգրաֆիա չանել, այդ այսպես կոչված հայերեն ասում են զոնդավորում, հա, այլ դրանից առաջ ոչ ինվազիվ դիագնոստիկ մեթոդներ կիրառել, որոնցից օրինակ CAC score-ը, հա, սրտի կատեի imaging-ը կամ ստրես միջոցառումներ, ինչպես ստրես MRT կամ ստրես էխոկարդիոգրաֆիա, ու դա իրոք մենք էլ ես փորձում եմ դա միանշանակ շատ խիստ կիրառել, որ որևէ հիվանդ, որը որ սուր չի, սրտամկանի ինֆարկտ չունի, բայց ինչ որ գանգատներ ունի, առաջին հերթին այդ 3 դիագնոստիկ մեթոդներից մեկը կիրառվի, որոնք բոլոր 3-ն էլ մեր հիվանդանոցում ունենք, ասենք, ու հետո նոր որոշվի արժի ընդհանրապես զոնդավորում անել, թե չէ, որը որ շատ ավելի ճիշտ ու գրագետ մոտեցում է, որը որ նաև ինչպես գիտես, մեր գայդլայներում հենց այդպես է գրված է։ Նաև cost effective է իրականում։ Միանշանակ։ Շահում ես էլի ֆինանսապես, բայց մի հարց տամ, օրինակ կալցիումական սկորինգի վերաբերյալ, հա, մենք սովորաբար 60+ տարիքի պացիենտներին փորձում ենք խուսափել, համարելով, որ կարող է կալցիֆիկացիան արտահայտված լինել եւ գնահատական է կորոնարզարկերակների շատ ճշգրիտ չստացվի, այ ոնց է ձեր մոտեցումը այս հարցում եւ արդյոք դուք ավելի մեծ տարիքում եք իրականացնում եւ ընդհանրապես CT-ի կանխորոշիչ արժեքին կոմպյուտերային տոմոգրաֆիա ոնց եք վերաբերվում։ Այո, նույն սկզբունքով մեծ հաշվով, ես մեծ երկրպագու եմ common sense արտահայտության, այսինքն հայերեն common sense չգիտեմ ոնց կլինի։ Դժվար է մի փոքր, բայց ընդհանուր մոտեցում, ընդհանուր կարծիք, հա։ Խելքին մոտ, այսպես ասած, հա, գտածակով կամ խելքին մոտ պրոցեդուրաներ ու նայում ենք, էլի ես օրինակ նայում եմ հիվանդը գանգատ ունի թե չէ, ինչքան է հավանականությունը, որ այդ հիվանդը սրտանոթային հիվանդություն կունենա թե չէ, ու calcium score-ը կամ ընդհանուր առմամբ սրտանոթային CT-ին անում ենք բացառելու համար, այսինքն եթե հիվանդին գնահատում են որպես մեկը, որ հավանաբար ոչ մի բան էլ չունի սրտի հետ կապված, ամենահեշտ ձևը դա բացառելու իհարկե CT-ն է, միևնույն ժամանակ հակառակ եթե հավանականությունը մեծ է, չենք անում իհարկե նույն ձևով, մեծ տարիքի տիպիկ գանգատներ իմաստ չունի իհարկե calcium score անել, որտեղ կարող է calcium շատ լինի, բայց նեղացում չունենա ու դա չես տեսնելու CT-ի վրա, այդտեղ արդեն իհարկե ստրեսային պրոցեդուրաների, ինչպես ստրես էխոկարդիոգրամ, ստրես MRT, վերջինը իմ համար ամենահետաքրքիր, ամենակարևոր պրոցեդուրան է։ Ստրեսային դա կարծես չի արվում, այո, հա, ստրեսով MRT-ն դա սրտի MRI-ն է, MRT-ն է, որը որ Հայաստանում արվում է գադուլինիոնով, ինչքան գիտեմ, բայց ստրեսի կոմպոնենտը մի քիչ ավելի բարդ է, որ ադենոզինով կամ ռեգադենոզոնով արվում։ Իհարկե կա նաև ստրես MRT միայն դոբուտամինով, բայց ինքը պերֆուզիան չի ցույց տալիս, իսկ մեզ հետաքրքրում է միշտ պերֆուզիան ինչպես է լինում, ու դա լինում է ադենոզինով, այդ հիպերեմիայի մի քանի վայրկյանի ընթացքում, երբ MRT-ում երևում է սրտամկանը թթվածնի անբավարարություն ունի թե չէ, որ safe spot-եր են առաջանում սրտամկանում այդ պահին, եւ մի հոյակապ մեթոդ է, պետք է շատ ոգևորված ասեմ, եւ դրանով իհարկե համարյա 100%-անոց վստահելիությամբ կարելի է բացառել կամ հակառակը տեսնել, որ այդ մարդը խնդիր ունի սրտամկանի սնուցման, եւ իհարկե թանկ մեթոդ է եւ նաեւ երկար մոտ 40 րոպե տևող մեթոդ է, շատ ավելի անհարմար հիվանդների համար, կան CT-ին կամ նաեւ ստրեսը խոնել է մի քիչ ավելի հեշտ, բայց շատ վստահելի մեթոդ է, դրա համար ես շատ մեծ սիրով կիրառում եմ Գերմանիայում։
Որն է կլասիկ պացիենտը, այսինքն ինչ նշաններ ունեն կլասիկ պացիենտը, որին դուք կառաջարկեք արտափական պրոթեզավորել ոչ վիրաբուժական, այլ ներանոթային ճանապարհով թավի գնալ։ Այո, դա էլ մի նոր բնագավառ է, չէ՞, մոտ վերջին 10-15 տարիների ընթացքում ու նաև շատ դինամիկ փոխվող բնագավառ է, երբ թավի դարաշրջանը սկսվեց, արվում էր միայն բացառապես այն հիվանդներին, ում սրտային վիրաբույժները ասում էին հնարավոր չի վիրահատել, չի դիմանա, այսպես ասած, հակացուցված էր, բացառապես այդ հիվանդներն են։ Հիմա վերջին տարիներին հատկապես հետազոտությունները ցույց տվեցին, որ նաև միջին ռիսկի հիվանդները շատ ավելի դրական արդյունքներ ունեն, քան վիրահատությունից կամ առնվազն ոչ ավելի վատ արդյունքներ ունեն։ Ու իհարկե, երբ որ հիվանդին ասում ես ո՞նց եք ուզում, կուրծքը բացենք եւ նարկոզով վիրահատենք, թե ոտքից մտնենք սիրուն 20 րոպեում 20 րոպե կարա տևի, 20 րոպեում վերջացնենք ու վաղը գնանք տուն, իհարկե երկրորդը կընտրեն, բայց պետք չի մոռանալ, որ նաեւ այդ երկրորդ տարբերակներ իր խնդիրները կամ ինչ որ բարդությունները կարող են ունենալ, դրա միշտ պետք է այդ իմ ասած common sense-ով մոտենալ հարցին եւ գնահատել հիվանդներին, երիտասարդ, համեմատաբար երիտասարդ, ասենք մեր մոտ ընդունված է 75 տարեկանից ավելի ցածր հիվանդը, որը որևէ այլ հակացություն չունի, բավականին առողջ է, վիրահատությունը մնում է մեկը ավելի ճիշտ տարբերակ է այդ դեպքում, քանի որ թավի հետ կապված երկարաժամկետ արդյունքները շատ դժվար է ասել, առաջին թավին արվել է 20 տարի առաջ, հա։ Հիմա իհարկե այդ առաջինների մասին գիտենք ինչ որ ինֆորմացիա, թե ինչ ա եղել իրանց այդ 20 տարվա ընթացքում, բայց միանշանակ շատ ավելի քիչ ինֆորմացիա, քան ունենք սրտի վիրաբույժության արդյունքների մասին, որ արդեն արվում է 50 տարի, հա։ Դրա համար միանշանակ ինդիվիդուալ մոտեցում, որոշում ու հիվանդին բացատրել, որ հա, մի քիչ տհաճ է լսել այդ պահը կրծքի բացելու, բայց խնդիրը տհաճ կամ հաճելին չի, այլ ինչքան է հավանականությունը, որ այդ սրտի փականը հաջորդ 10 տարիների ընթացքում նորմալ կգործի ու երիտասարդ հիվանդների մոտ միանշանակ վիրաբույժության արդյունքը հլվոր այս պահին ավելի լավ է։ Անցյալ տարի ես Ֆրանկֆուրտում միջամտությունների հետ կապված կոնֆերանսի էի մասնակցում, CSI Ֆրանկֆուրտը երևի գիտես, լսել ես հաստատ, եւ դա ինչ-որ շատ crazy տարբեր բաներ էին անում, տեսա որ փական մեջ փական են դնում, 1000 ու մի տեսակի case report-ներ տեսա, տարբեր տեսակի միջամտություններ անելու։ Արդյոք սա խոսում է այն մասին, որ որոշ կենտրոններ միգուցե ավելի ինվազիվ օրիենտացված են եւ որոշ կենտրոններ ավելի կլասիկ են, դասական սրտի վիրաբուժության ճանապարհով են գնում, ոնց է ընդհանրապես Գերմանիայում էս ամեն ինչը իրականացվում։ Հենց այդպես, այսինքն իհարկե կախված է նրանից, թե կենտրոնը ինչի փորձ ունի։ Նույն իմ ասած այդ ստրես MRT կամ ստրես էխո, մի կենտրոն, որը որ MRT-ի կամ հնարավորություն չունի, կամ փորձը չունի, կամ մասնագետը չունի, կամ շատ քիչ են այդ պրոցեդուրան անում, նախընտրում է անել այն, ինչում ինքը ավելի լավ է։ Նույնը մնացած բոլոր ինձ թվում է միջամտական հարցերում սրտի հետ կապված, որում որ դու ավելի լավ ես, ավելի վստահ ես կամ ավելի ես վստահում այդ մեթոդին, դա նաև ինչ որտեղ առաջ է քաշվում, էլի, այսինքն ավելի շատ ես փորձում հիվանդին այդ ուղղության վրա շեղես, այսպես ասած, ինչքան էլ ուզում է ինքդ մտածում ես, որ դու շատ օբյեկտիվ դա ներկայացնում ես, բայց այդ օբյեկտիվության մեջ միշտ ինչ որ մի նշույլ սուբյեկտիվության լինում է, ու ինչում դու ավելի վստահ ես կամ հավատում ես նաև սուբյեկտիվ այդ մեթոդին ավելի ես հավատում, որովհետև մենք գիտենք կոետ իհարկե գիտության մեջ ամեն ինչ չի որ միանշանակ է, ու մի շարք երևույթներ կան, որ ստադիներ կան սա են ասում, ստադիներ կան նա են ասում, ու ինչ որտեղ պետք է այդ ոսկե միջինը գտնել ու հասկանալ, որն է համապատասխանում նաև քո կարծիքին կամ քո տրամաբանությանը։ Այնպես որ այդ crazy բաներ, որ ասում ես, իհարկե ամեն տեղ էլ է, ես էլ եմ մեկ-մեկ միգուցե անում, վստահելով ու հավատալով իմ փորձին կամ իմ կարծիքին այդ երևույթի մասին, կամ իմանալով, որ գիտության մեջ այդ gap-ը կա, այսինքն միանշանակ չի այդ հարցը։ Մի օրինակ ասենք SGLT2 դեղերի տալը
ինչ որ սեգմենտի սրտային անբարոյցան, որում որ 2-3 հատ ստադի ունենք, որ դրական են, բայց նաև ինչ որտեղ գիտես, որ այդ թվերը number needed to treat որ 20-ա, 20-ից մեկին կարող է դա օգնի, դա չի նշանակում կորորեն բոլորին սա տանք ու ասենք որ մի լավ բան ենք արել, այսինքն այդ common sense-ը, մի քիչ ավելի ռացիոնալ, պրագմատիկ մոտեցումը իմ համար մնում է գիտական իհարկե այդ evidence-based բժշկության կողքին նաև մի կարևոր ինստրումենտ ու դրա համար ամեն տեսակի տեխնիկական հնարավորություն որ ունենք իհարկե պետք է դիտարկել այդ common sense-ի կողքը։ Հա, դե վերջին տարիներին նաև շատ խոսում են պերսոնալիզացված բժշկության մասին, այսինքն անկախ նրանից, որ գայդլայնը կա, թեև իհարկե ես միշտ երիտասարդ բժիշկներին հետ խորհուրդ տալիս եմ, որ մինչև գայդլայնը անգիր չի մնաս, պերսոնալիզացված մոտեցումներ մի արա, որովհետև մենք երբեմն նաև հակառակ ծայրահեղություն ենք տեսնում, որ ոնց երբեմն նույնիսկ ավելի հաճախ կարելի ասել, բայց ամեն դեպքում յուրաքանչյուր պետքա չմոռանալ, որ յուրաքանչյուր պացիենտ ինդիվիդուալ է եւ ունի իր կարիքները եւ իր առողջական անհրաժեշտությունները ու դրանից ելնելով պիտի մենք կարողանանք ճիշտ որոշում կայացնել, այս առումով բժշկի անձը շատ կարևոր է, թե ով է դիմացինը, ոնց է մոտենում հարցին եւ երևի թե պատճառներից մեկը, որ օրինակ Հայաստանում շատ են գտնում երկրորդ, երրորդ բժշկական կարծիք վերցնելու, նաեւ դրանում է կայանում։ Միանշանակ։ Այ մի հարց եմ տալ, ձեզ մոտ ոնց է երկրորդ բժշկական կարծիքի երևույթը գործում եւ արդյոք դա օքեյ է եւ դրանից բխող նաեւ շարունակական հաջորդ հարցը, արդյոք դա պետության կողմից reimbursement է արվում, այսինքն վճարվում է երկրորդ, երրորդ կարծիքները, քանի որ գիտեմ, որ Գերմանիայում հիմնականում պետական հոգացությամբ է, չէ, առողջապահությունը իրականանում։ Դրանով մոտենում ենք այս մշակութային թեմային, հիվանդների եւ բնակչության տարբեր մտածելակերպի մշակութային ազդեցությունների մասին։ Իհարկե ընդունված է ու երկրորդ կարծիքը ցանկացած հիվանդ իրավունք ունի իր բժշկին ընտրել եւ ցանկացած հիվանդ նաեւ իրավունք ունի երկրորդ կարծիք պահանջել ու դա իհարկե պետության կողմից կամ ապահովագրության կողմից ծածկվում է միանշանակ եւ լինում են դեպքեր։ Տարբերությունը այն է, որ բնակչության որ տոկոսն է վստահում ընդհանուր բժշկական համակարգին ու որ տոկոսը չի վստահում ու դրանով երկրները տարբերվում են մեծ հաշվով, որ կարանք Գերմանիայի մասին իհարկե սուբյեկտիվ ինչ-որ թիվ կարամ ասեմ, որ ինձ թվում է դա մոտ 90-10-ի հարաբերակցություն է, 90% վստահում են, հա, 90% վստահում են ու մեծ հաշվով գիտեն, որ եթե գալիս են բժշկի մոտ, բժիշկը ինչ-որ մի բան ասում, կուրորեն, այսպես ասած, կհավատան եւ կանեն, հա։ 10% սկեպտիկներն են, որոնք որ question են անում, տենց ինչ-որ որոշումները կամ իրանց ձևով են անում կամ իրանց կամ չեն հավատում, գնում են երկրորդ կարծիք են վերցնում, երրորդ կարծիք, վերջում միգուցե մնում են մեկը իրանց կարծիքին, հա։ Մենք դրան ասում ենք doctor shopping։ Հա, բժիշկ են առնում։ Հիմա իմ պատկերացմամբ Հայաստանում այդ հարաբերակցությունը իհարկե 90-10 չի, այլ ավելի շուտ 50-50 է։ Կամ կարող է միգուցե հակառակն է, որը եթե անկեղծ լինեմ, մի քանի իհարկե պատճառներ, այս պատճառներից մեկը նաև իհարկե ոչ թե ընդհանուր կրթության, այլ հենց բժշկական կրթության, հասարակության մեջ բժշկական կրթության ինֆորմացված լինելու ինչ որ բացակայությունն է կամ նաև քաղաքական առումով, որ տրադիցիոնալ այսպես վերջին 100 տարում վստահությունը պետական համակարգի նկատմամբ քանի որ շատ խախուտ է եղել ու մնում է դա նաև տեղափոխվում է ցանկացած այլ համակարգ, այդ թվում է բժշկական համակարգ։ Դրա համար երևի մարդիկ այդքան մեղավոր չեն, ինչքան համակարգը ընդհանուր կամ պետական ստրուկտուրաները, որոնք որ վերջին առնվազն 20-25 տարում ստիպել են մարդուն կասկածելի լինել եւ դա նաև մտել է բժշկության մեջ, որ ցավալի է, որովհետեւ իհարկե բժիշկները փորձում են ուղղակի իրանց գիտելիքներով լավագույն ձևով փորձեն օգտակար լինել, բայց ոչ ամեն հիվանդ է դա հասկանում։
Կամ ընկալում։ Հակառակն էլ է երբեմն պատահում, որ գալիս են երկրորդ կարծիքի, բայց խնդրում են, որ հանկարծ ոչ ոք այդ մասին չիմանա։ Okay. Այդ էլ մի քիչ տենց ներքին ամաչկոտություն կա, բայց ես միշտ պացիենտներին ասում, դա նորմալ է։ Եթե դուք բժշկի մոտից դուրս եք եկել ձեր հարցերի ամբողջական պատասխանները չստացած, հատկապես երբ խոսքը վերաբերում է ինչ-որ մի միջամտություն անցնելուն, ապա իհարկե նախքան գնալ եւ միջամտության համաձայնելը արժի, որ դուք բոլոր ու նաեւ խնդիրը առաջանում է այն պատճառով, որ մենք հաճախ ժամանակ չենք ունենում բավարար տրամադրելու խորհրդատվությանը։ Այսինքն շատ սիրում են բժիշկները տարբեր տեսակի գործողություններ անել, հա, էխո, EKG, MRT, Holter, CAT, բայց հետո երբ որ հերթը գալիս է բժշկին հարցադրումները տալուն եւ բժշկի հետ իրենց ստատուսը քննարկելու, որ ըստ էության ամենակարևոր մասն է այդ ամեն ինչի, այդտեղ արդեն շատ արագ կամ բժիշկներն են քչախոսս թուղթ տվեցնում երկու հատ տեղագրում բան, ասում էսա քեզ պետք է ստեսություն կամ էլ ինչ որ ձևով չի ստացվում այդ կոմունիկացիան, ասում է այդտեղ է բացը, որը մեր երկիրն ունի եւ անպայման անհրաժեշտ է լրացնել։ Եւ դա է Գերմանիայում էլ շատ նման է այդ առումով, որ այնտեղ է ժամանակը իհարկե քիչ է ու այդ կոնսուլտացիաներին երբ գալիս են, իհարկե ցանկացած բժիշկ փորձում է հնարավորինս կարճ կապել խոսքը, հա, որովհետեւ գիտենք, որ հաջորդ հիվանդը սպասում է այնտեղ եւ ինչ որ ժամանակ այսքան ժամանակ ունենք պետքա վերջացնենք ու իհարկե այնտեղ էլ կան այդ նույն հիվանդների տեսակից իհարկե այնտեղ էլ կան որ սկսում են հարցեր տալ հաջորդ հարցը մանրամասն շատ բացատրել խնդիրը շատ սկսեն ասենք նախանցյալ տարի երբ սկսեց այդ ամեն ինչը եւ որի ժամանակ իհարկե դու չունես այսինքն այնտեղ էլ այդ մարդկային մի երևույթ է որ մենակ Հայաստանում չի միանշանակ կամ այնտեղ երևի թե նույնն է ու այդ թվում եւ իմ բնակավարում Դավիթ իսկ մի հետաքրքիր հարցել տամ իսկ արհեստական ինտելեկտի առաջխաղացման հետ ոնց է փոխվել այդ հարաբերությունները պացիենտների հետ ամբիվալենտ թեմա է շատ բարդ եւ մի քանի տարի առաջ միշտ ասում են դե ես Google մտա նայեցի էս ասեց հիմա արդեն դարել է դա ChatGPT-ին որ իհարկե շատ ավելի կոմպետենտ է քան ուղղակի Google-ում search անելը բայց շատ նաեւ սուբյեկտիվ է այսինքն հիվանդը չունենալով գիտելիքներ այդ թեմայում կարա հարցադրումը սխալ անի, կարա պատասխանը սխալ ընկալի եւ իհարկե շատ մեծ վտանգներ կան դրա մասին, չնայած որ ինքս նկատում եմ որ ChatGPT-ին մի բան անում, որի վրա ես միգուցե մի ժամ պետքա ծախսեմ այդ research-ը անելու, որ տևում է իր մոտ մի քանի վայրկյան, ուղղակի այդ ստացած ինֆորմացիան ճիշտ ընկալելն է խնդիրը, որը որ հիվանդի մոտ միգուցե սխալ ստացվի կամ միգուցե շատ adekvat չստացվի այդ ընկալումը ու ինչ որ սխալ ենթադրություններ անի, հա, մի քիչ պետք է իհարկե զգույշ լինել, բայց ընդհանուր իմ վերաբերմունք շատ ավելի դրական է, քան օրինակ մի շարք իմ բժիշկ գոլեգաների Գերմանիայում։ Մի հետաքրքիր դեպք չեցի 2 օր առաջ մի պացիենտ եկավ մոտս, ասեց մի քանի բժիշկների մոտ եմ եղել, ոչ մեկին չեմ վստահում, բացի մեկից, ասեցի ով այդ մեկը, ասեց ChatGPT-ին, բայց այսօր ջղայն եմ վրեն, ասում եմ ինչի, ասում է շորեր էի պատվիրել, սխալ չափի էր բանը, իմ չափերը սխալ էր, հասկացել սխալ էր պատվիրել, ասում ուրեմն շորերի հարցում չես վստահում, բայց բժշկական հարցերում, որ քո անձամբ ֆիզիկական առողջությանն է վերաբերվում, վստահում ես ChatGPT-ին, մի քիչ բանը խառը վիճակներ է ստեղծվել երկրում, ինչպես նաև ամբողջ աշխարհում իմ կարծիքով դրա հետ կապված, որ ըստ ինձ շատ կարևոր է, որ բժիշկները կարողանան պրոֆեսիոնալ կերպով զինվել արհեստական ինտելեկտով, որպեսզի կարողանան շարունակել adekvat ձևով իրենց գործունեությունը իրականացնել։ Իսկ մի հարց տամ, այ ոնց է բժշկի կյանքը Գերմանիայում Բերլինում, բազմազբաղ բժշկի կյանքը, հասցնում եք արդյոք դուք ձեր work-life balance-ը ճիշտ ապահովել եւ մնում արդյոք ժամանակ, թե օրինակ այդ նույն burnout-ը այրման համախտանիշը, որ շատ տեղերում բնորոշ է, ձեզ մոտ է գործում եւ ինչ ստրատեգիաներ ունեք դրա դեմ։ Եվրոպայում ու հատկապես երևի Գերմանիայում իհարկե փորձում են այդ work-life balance ասածը իրականություն դարձնել եւ բժիշկների դեպքում ասիստենտ բժիշկները, այսպես ասած օրդինատորները
Երևի շատ ավելի ծանր կյանք ունեն, քան մենք, կամ ես, բայց ես այդ ծանր կյանքում անցել եմ 10 տարի, 15 տարի առաջ, so այդ է գինը, որ պետքա վճարել, այսինքն ավելի շատ երևի ծանրաբեռնվածությունը այդ օրդինատորների վրա է, մի քիչ համակարգը քան որ ուրիշ ձև է Գերմանիայում օրդինատորները բաժանմունքի աշխատանքի հիմնական մասը իրանք են անում հիվանդների հետ զբաղվելը, հա, որոնք որ համարվում են բժիշկներ, աշխատավարձ են ստանում, ոչ թե իրանք են վճարում, որ օրդինատուրա անցնեն։ Նորմալ աշխատավարձ են ստանում եւ անում են այդ ամբողջ այսպես բյուրոկրատիկ գործը եւ հիվանդներին տեսնելը եւ այլ։ Մեր գործը մի քիչ ավելի supervision-ն է, հա, այդ consultant-ների եւ ծանրաբեռնվածությունը եւ իրանց մոտ ինչ որ տարիք է գալիս, որ հասնում ես ինչ որ մի կետի քո մասնագիտության կամ քո առաջխաղացման մեջ, որ ճիշտ հակառակը սկսում ավելի հեշտանալ կյանքը, ոնց երևի իմ մոտ է կարող եմ ասել, որ ասենք մինչեւ 4-ը աշխատում ես ու հետո ազատ ես, գնում ես տուն, ժամ 4-ից 5-ից հետո կարելի ասել շատ ավելի հանգիստ ու թեթև ուրախ կյանք է սկսվում։ Այնպես որ երևի թե մեր տարիքի մեջ մասնագետների մեջ չեն կարող գանգատվել։ Մի բան որ Գերմանիայում բացարձակապես չկա, այդ որ հիվանդը քեզ զանգի, հա, դա գոյություն չունի ընդհանրապես, բացառությամբ միգուցե ինչ որ 1-2 հատուկ դեպքերի, բայց ընդհանուր սիստեմատիկ դա գոյություն չունի։ Հիվանդը քեզ երբեք չի զանգում քո հեռախոսին, ու ինչ որ մի բան հարցնում, դա կարելի է խելագարվել եթե տեսնի, բայց Հայաստանում դա ինչպես տեսնում եմ շատ հաճախ է, այլ միայն աշխատանքային ժամերին միայն քարտուղարուհու կամ տենց այդ բյուրոյի միջոցով ոչ ուղիղ կապ հեռախոսային բժշկի հետ, դա շատ հազվադեպ է ու երևի դա էլ է օգնում, որպեսզի մի քիչ այդ գործից հետո անջատվել էլի, ոչ ոք քեզ երեկան 8-ին չի զանգելու էլի։ Միանշանակ Ոստեղ մի քիչ ուրիշ ձև է համակարգը, բայց բարդ է, բայց որովհետև մարդիկ ուղղակի չեն կարող վստահել, ասենք օրինակ բարդ կոմպլեքս սրտի հիվանդություն ունեցող պացիենտը երեկոյան ժամի եթե շտապօգնություն կանչեց, շտապօգնությամբ եկավ մի հատ կլին օրդինատոր, որը այնքան էլ փորձ չունի հենց սրտաբանության մեջ, արդյոք նա կարողանալու է իրեն օգնել թե ոչ։ Համակարգի դեռևս բավարար չկայացածության խնդիր կա, որի բեռը մենք բժիշկներս կրում ենք։ Երևի համակարգն է, Եվրոպայում քան որ համակարգը շատ ստանդարտիզացված է, Գերմանիան որ 80 միլիոնանոց բնակչություն ունի, կապ չունի մեծ հաշվով, դու Բերլինում ես, թե Ախենում ես, թե ամենավերջին գյուղում ես, բժշկական համակարգը ինչ որ մի թեթև իհարկե տարբերությունները հաշվի չառնեմ, համարյա նույնն է։ Այսինքն համակարգն հենց հատերած, որ ստանդարտի մեջ են, նույն այդ, ասենք, emergency room-ը, նույն ստանդարտը դրած, շտապօգնությունը նույն ստանդարտը, իմիջիալոց շտապօգնության բժիշկը ճիշտ հակառակն է, Գերմանիայում շատ հիմնական փորձ ունեցող բժիշկ է, ամեն բժիշկ իրավունք չունի շտապօգնության բժիշկ լինել, քննություն պետք է անցնես այդ անելու համար։ Ու այդ ստանդարտի մեջ տատանները շատ փոքր են, համար ոչ մի տարբերություն չկա, ու հիվանդներն էլ քանի որ գիտեն դա, իրանք են շատ հանգիստ, որովհետև համակարգն հենց է ենթադրում, որ հիմա այս մարդը գա քո մոտ թե այն մարդը նույն բանն է անելու, հա, մեծ հաշվով։ Դե դա իհարկե հաշալի է։ Շատ լավ է։ Հասցում ես կարդալու ժամանակ տրամադրել։ Շատ ցավագին թեմա է կամ կետ է, որ բելետրիստիկա, այսինքն գեղարվեստական գրականություն 10 տարի միանշանակ չեմ կարդացել, դրա ժամանակ իրոք չկա, բայց բժշկական մասնագիտական գրականություն իհարկե կարդում եմ ու այդ էլ համակարգի մի մաս է, որ նոր ասի որ համակարգը դրվածքը ուրիշ է, համակարգի մի մասն էլ դա է, որ եթե ուզում ես ինչ-որ բարձրության վրա մնալ, եթե ուզում ես ինչ-որ մակարդակի հասնել ու մնալ այդ մակարդակում, ուրեմն չես կարող չկարդաս ու չնայած ծիծաղալի է հնչում, անգամ չես կարող չկարդաս անգլերեն, գերմաներեն չի հերիք, եթե ես օրինակ մենակ ու կան ինչ որ բժիշկներ, որ անգլերեն լավ չեն տիրապետում ու գերմաներեն են այդ ցախ ստադիները կարդում կամ գայդլայնները, դա իմ համար ինչ որ մի նշան է, որ այս մարդը չի կարա լինի ամենաբարձր մակարդակի վրա, որովհետև պետքա դու անգլերեն ամենանոր ինֆորմացիան ամեն օր ստանաս։ Ու այդ իհարկե դա փորձում եմ ամենայն դեպս անել,
որտեղ միակ ձևն է այդ բարձրության վրա գոյատևելու, այսպես ասած։ Եթե մի խորհուրդ ունենայիր տալու մեր հանրությանը, միգուցե բժշկական հանրությանը, միգուցե ընդհանուր հայրենակիցներին, որը կլիներ դա։ Եթե վերաբերվում է բժիշկներին, ապա իհարկե հենց վերջին թեման, անգլերեն կարդալ եւ փորձել իրոք ամբողջ ինֆորմացիան, որ պետքական ինֆորմացիան, որ այսօրվա օրով գլոբալիզացիայի օրով իհարկե շատ հեշտ մատչելի կարելի է ստանալ, փորձեն ստանալ, դրանից ոչ մի վնաս չկա, փորձեն հնարավոր բոլոր ինֆորմացիան իրանց մասնագիտության մեջ անգլերեն լեզվով եւ համապատասխան source-երից ստանալ։ Դա A եւ B-ն է, ոնց որ ասում են գերմաներենում, դա կլինի իմ խորհուրդը, իսկ հասարակությանը իհարկե շատ ուրախ կլինի, շատ կհեշտացներ մեր գործը կամ ձեր գործը, եթե հասարակությունը քիչ ավելի մեծ վստահություն ունենար համակարգի նկատմամբ, բժշկական համակարգի նկատմամբ եւ փորձեր նաեւ հասկանալ, որ բժշկությունը մաթեմատիկա չի, բժշկությունը 2-ին գումարած 2 հավասար է 4 չի, եւ բժշկությունը միշտ չի, որ բոլոր պատասխանները ունի։ Ու հատկապես նաեւ եթե սրտաբանության մասին ենք խոսում, որ երբ որ մենք ինչ-որ մի բուժում ենք նշանակում կամ ինչ-որ մի խորհուրդ ենք տալիս, դա միանշանակ հազվադեպ լինում միանշանակ, որ ուրիշ ձև չկա կամ միանշանակ լավ է լինելու ամեն ինչ, որ հասկանան, որ բժշկությունը մի քիչ ավելի բարդ է եւ պետք չի սպասել, որ ամեն ինչ, ինչ մենք ասում ենք, հենց այդպես է լինելու է։ Մարդիկ են ինդիվիդուալ եւ բժշկություններ բոլոր հարցերի պատասխանը չի որ ունի, որ մի քիչ ըմբռնումով մոտենան ցանկացած ինֆորմացիայի, որ մեզանից ստանում են, ու միգուցե այդպես հետո չի լինում։ Ընդհանրապես սոցիալական գիտությունը ճիշտ ընտրություններ իրականացնելու մասին է, եւ բժշկությունն էլ մնալով սոցիալական գիտության ամենավառ աստղերից մեկը, այո, այդ սկզբունքով է առաջնորդվում։ Դավիթ ջան, շատ շնորհակալ եմ այսօր մեզ հյուր լինելու համար, շնորհակալություն, որ եկար, շնորհակալություն, որ մեր երկրի համար այս հարցազրույցին համաձայնվեցիր։ Ես էլ շատ շնորհակալ եմ ու շնորհակալություն, որ դու այս հետաքրքիր ու կարևոր օգտակար պրոյեկտը շարունակում ես իրականացնել, ինձ թվում է, որ բոլորի համար, ինչպես բժիշկների, այպես նաև հասարակության համար շատ կարևոր է նման խոսակցություններ, նման ինֆորմացիա մեզնից մեր բժշկական գոլեգաներից ստանալը։ Բարեկամներ, հիշեցնեմ, որ այսօր մեզ հետ մեր հյուրներ Բեռլինի Շարիտե համալսարանի Նառընթեր ավետարանչական հիվանդանոցի ավագ բժիշկ ինվազիվ սրտաբան Դավիթ Սաղաբալյանը։ Մնացեք մեզ հետ, կհանդիպենք, երբ հանդիպենք։ Ցտեսություն։